իհարկե ես նաև ուզում եմ անդրադարձ կատարել միջազգային կառույցների անդրադարձին, կարճ հիմա խոսելով բանի հետ կապված։ Այո։ Մենք հեսա կփոխենք։ Եվ քանի ձայն է ձեզ պետք, որպեսզի դուք անցնեք խորհրդարան, բացարձակվեք 120, երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հիմա այդ քաղվածքները ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որպեսզի ճշգրտումները կատարվեն։ Այսինքն սա այն դեպքերն են, երբ մենք ինքներս համադրելով մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների քաղվածքները եւ կենտրոնական ընտրական կայքում տեղադրված ցուցակները գտել ենք այդ անճշտությունները եւ այս անճշտությունների ուրեմն ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որպեսզի իրենց նշած այդ 00 փոչնել չեմ հիշում բան է։ Խոսքը վերաբերում է մի քանի տասնյակի ոչ ավել։ Ես այս պահին չեմ ուզենա հանկարծ սխալ թիվ ասել, բայց հաշվարկները տատանվում են այսպես 50-ից 60-ի շրջակայքում։ Ոչ ավել։ Ոչ ավել 100-ից, հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Մենք նաև վերահաշվարկներ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում։ Այս քաղվածքները, այո, նաև այդ տեղամասերում մենք վերահաշվարկներ ենք պահանջում այդ եւ մի շարք այլ ընտրատեղամասերում։ Բայց այս քաղվածքները հնարավորություն են տալիս ճշգրտել, ուրեմն կազմված իրենց ցուցակները եւ դրա արդյունքում լրացնել այդ մի քանի տասնյակի բացը, որը որ հնարավորություն չէր տալիս հաղթահարել 4%-ը։